Փակվում է 1929 թվականից գործող Երևանի պետական համալսարանի արտասահմանյան գրականության ամբիոնը։ Ամբիոնի վարիչին Անուշ Սեդրակյանին այդ մասին տեղեկացրել են ոչ թե պաշտոնապես ԵՊՀ-ից, այլ տարբեր հարակից աղբյուրների նախազգուշացումների միջոցով։ Պատճառը նրա քաղաքական գործունեությունն է, հատկապես Facebook-ի էջը։ Եվ այս մարդը, որ այսպիսի հակաիշխանական նարատիվներ է տարածում, այս մարդը, որ այս նյութն է տարածում, ընդ որում խոսքը գնում է ուղղակի ինչ-որ մեկի նյութը տարածելու մասին, ո՞նց է կարողանում լինել ամբիոնի վարիչ, ո՞նց կարող է այս մարդը կրթել ուսանողներին։ Ընդ որում, ես ձեզ ասեմ, ես պահում եմ կոդը, պահում եմ պատշաճությունը եւ քաղաքականության վերաբերյալ եւ ոչ մի բառ, հորդոր եւ քարոզչություն չի եղել դասերի ընթացքում։ Սեդրակյանին բազմիցս խորհուրդ են տվել դադարեցնել եւ հանրային եւ քաղաքական գործունեությունը, առավել ևս երբ որպես Միասնության թվեր կուսակցության ընտրական ցուցակի թեկնածու մասնակցել է 2026 թվականի խորհրդարանի ընտրությանը։ Սեդրակյանն էլ նշում է, եղել է վառ արտահայտված արևմտամետ ընդդիմադիր թե Ռոբերտ Քոչարյանի, թե Սերժ Սարգսյանի օրոք։ Եղել է նաև Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահը եւ ամբողջ ընթացքում զբաղվել քաղաքական գործունեությամբ։ Երբևէ նման խնդրի չի բախվել։ Ես միշտ վերադարձնում եմ համալսարան որպես իմ սեփական տուն, որտեղ հնարավոր է մեկ-մեկ ինձ ասեին, դե հերիք այդքան բաների մասին խոսես, բայց որևէ միջոց չէր կիրառվում ինձ կասեցնելու, ինձ ճնշելու կամ ինչ-որ մի բան անելու, հաշվի առնելով առանց կեղծ համեստության եւ իմ պրոֆեսիոնալ կոմպետենտությունը եւ իմ բացառիկ ոչ կոռուպցիոն գործունեությունը։ Արտասահմանյան գրականության ամբիոնի դոցենտ Ամալիա Սողոմոնյանը վստահեցնում է. նման որոշում չէր կարող կայացվել մինչև հոգաբարձուների խորհուրդը չհաստատեր, այսինքն եղել են նախնական քննարկումներ ամբիոնը լուծարելու մասին, սակայն ոչ իրենց ամբիոնի դասախոսների հետ։ Իրենք վերջում ուղղակի իմացել են, որ գիտխորհրդի նիստ է տեղի ունեցել, ընթացքում էլ ամբիոնի լուծարման հարցն է քննարկվել։ Սա կապել միայն քաղաքականության հետ եւ Տիկին Սեդրակյանի անձի հետ սխալ է, որովհետեւ այստեղ կան նաեւ այլ ամբիոնակիցներ, որոնց կարծիքը պիտի հաշվի առնվեր եւ բացի այդ պիտի լինեին քննարկումներ, այսինքն եւ ամբիոնի աշխատակիցները եւ ֆակուլտետի մասշտաբում եւ այսպես ավելի վերևում այս հարցը պիտի քննարկվեր եւ պիտի ալտերնատիվներ, լուծումներ գտնվեին։ Սողոմոնյանը նորության ասպասելիությունը համեմատում է Կաֆկայի կերպարանափոխության հետ։ Ուսանողներից մեկ առավոտյան ուղարկել էր մի նյութ, պատկերացրեք, որ դուք արթնանում եք եւ դուք ուտիճի եք վերածվել Գրեգորի Զամզայի հայտնի կերպարանափոխությունն է եւ ես նյութը տեղադրեցի ու մի 2 ժամից սկսվեց այդ լուրը պտտվել ու հիմա ասում եմ ինչպիսի բան, այսպես բախտիքը մահաճույք, այսինքն դու մեկ էլ արթնանում ես ու պարզում է, որ այն ամբիոնը, որտեղ որ դու 15 տարի այսպես ապրել ես, աշխատել ես, սովորել ես, ասպիրանտուրա, հետո պաշտպանել, հետո ասիստենտ, հետո դոցենտ ու մեկ էլ վերջ փակեցին։ Իսկ ինչ կարիք կա փակելու ամբիոնը։ Ֆինանսական իմաստով այստեղ ոչ մի խնդիր չի լուծում համալսարանը, այսինքն այնպես չի, որ շատ գումար է ծախսում ինքը ամբիոնի վրա, հիմա քչացնում է, խոշորացման այսպես օգնությամբ այդ խնդիրը լուծում է։ Այս խնդիրը հաստատ չի լուծում, որովհետև եթե մեզ աշխատանքից չեն հեռացնում, ապա Եթե խնդիրը պարզապես Սեդրակյանի քաղաքական գործունեությունն է, կարող էին ասել դրա մասին։ Սեդրակյանն ինքը չէր թողնի, որ լուծարվի ամբիոնը, վստահ է Ամալիա Սողոմոնյանը։ Ես համոզված եմ, որ Տիկին Սեդրակյանը առանց մի վայրկյան մտածելու կստորագրեր դուրս կգար ամբիոնի վարիչի պարտականություններից եւ կասեր, որ ամբիոնին հանկարծ ձեռք չտա։ Անուշ Սեդրակյանը եւս ընդգծում է, որ ինքը հանուն ամբիոնի շարունակականության պատրաստ կլիներ գնալ նման զոհողության։ Ամբիոնը իմ իմաստ ուներ ծրելու այն պատճառով, որ միայն այդ ճանապարհով կարող էին ինձանից ազատվել։ Թեպետ կարելի կա, եթե ես ասում եմ, եթե ես այնքան եմ սիրում ես ամբիոնը, որ ինք անձնապես կանչեի եւ ասեին դուրս արի, որ ամբիոնը պահպանվի, ես դա կանեի։ Անուշ Սեդրակյանը համոզված է, սա քաղաքական հաշվեհարդար է, վաղուց արված հաշվարկ, որի վերջնանպատակը հետեւյալն է։ Արագ գործել, հաշվի առնել, որ գետնտրական թոհուբոհում աղմուկ չի բարձրանա եւ արագ ազատվել անցանկալի մարդկանցից, այսպես կոչված մաքրել ավգյան ախորները։ Ամբիոնն ուներ բացառիկ նշանակություն համաշխարհային մշակույթին ինտեգրվելու համար։ Դա առաջին դերթին լինում է ոչ թե եվրոպական վիզաներով կամ հոլանդական վարդերով, դա լինում է մտածողության ինտեգրացիայի շնորհիվ։ Քաղաքականությունը մի կողմ դրած, այսպես պաշտոնները մի կողմ դրած, որտեղ ես միշտ սիրում եմ ասել, եւ ամբիոնի վարիչները, եւ
սեկտորները շատ-շատ, հա, այսպես եւ քաղաքական, այսպես գլուխները կփոխվեն, բայց կան բաներ, որ չեն փոխվում։ Դրանք արժեքներն են, մշակույթն է, գրականությունը, որը փրկում է եւ մեր հասարակությանը հաստատ կարդացող մարդիկ պետք են։ Սփյուռքահայ համայնքները պատրաստ են ֆինանսավորել ամբիոնի գործունեությունը, սակայն Անուշ Սեդրակյանը կարծում է արդյունքը նույնն է լինելու։ Ինքը Սեդրակյանը որոշել է ազատման դիմում գրել եւ տեղի ունեցածի արդար քննության համար հասնել մինչեւ եվրոպական դատարան։ Փորձեցինք տեղի ունեցածի մասին տեղեկություններ ստանալ նաեւ ԵՊՀ մամուլի բաժնից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։ Անահիտ Սարգսյան, Տարոն Ղանդիլյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։